Շատ հաճելի է ձեզ արդեն տեսնելը, ես Արփին եմ, դպրոցական եմ, սակայն շատ հետաքրքրված եմ քաղաքականությամբ, նաև ասեմ, որ հրաչուհու աղջիկն եմ։ Իմ հարցը այն է, թե ինչպիսի քաղաքական գործչից, իհարկե ոչ հայ, ոգեշնչում եք ստանում կամ պատմական գործչից, հենց հայկական պատմությունից։ Դա մի քիչ բարդ հարց է։ Իրականում մի քիչ բարդ հարց է, հատկապես ասենց ասեմ, ընդհանրապես եթե համաշխարհային դեմքերի կամ դեմքեր, որոնք օրինակելի են երևի շատերի համար, բայց դա շատ հայտնի դեմքեր են։ Եթե, օրինակ Դեգոլ, ինչպես ինքը դառավ Դեգոլ, հետո ինչպես համարձակություն ունեցավ օրինակ Ալժիրի հարցը լուծել, եւ ինչպես հաղթահարեց այն դիմադրությունը, որը ամբողջ իր թիմն էր, նաեւ իր կողմնակիցներն էին ցույց տալիս, կամ նույն Սինգապուրի վարչապետը Լի Կուան Յուն։ Ես անձամբ հանդիպել էի Շեյխ Զայեդի հետ, որը հիմքեր դրեց Էմիրությունների, Միացյալ Արաբական Էմիրությունների։ Հանդիպել եմ, ինքը արդեն տարիքում էր, բայց հետաքրքիր է, որ ինչքան հասկանում եմ, նաեւ կրթություն չուներ, բայց կյանքի փորձով եւ ասում են по жизни ֆիլոսոֆ է, այդ բավական հետաքրքիր մարդ է եւ կարծում եմ այն ժառանգությունը, որի հիմքը ինքը դրեց, այսօր եւս երևում է։ Շատ են, այդպես մեկ կերպարի վրա ես չեմ կարող կենտրոնանալ եւ տարբեր անկյանտակ եւ փորձում ես տարբեր տրամադրության, տարբեր դեպքերի հետ կապված փորձում ես գնահատել, տեսնում ես, որ կան այո այդպիսի դեպքեր, որոնց կենսագրությունը չափազանց հետաքրքիր։